Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող հերթական միջադեպն այս անգամ ոչ թե անձամբ նրա, այլ իրեն սպասարկող Ավտոշարասյան մասնակցությամբ։ Սիմոնյանը մեքենայում չի եղել։ Ժողովուրդ օրաթերթը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ 3 կեսօրին մոտ կենտրոնից նոր տանող խցանված ճանապարհին Ալեն Սիմոնյանին սպասարկող ավելի քան $200,000 BMW-ն ու պետական պահպանության ծառայության Toyota-ն շարունակ հորդորում են աչք քաշել ու զիջել ճանապարհը։ Այնինչ վարորդը գործնականում այդպիսի հնարավորություն չունի։ Շուրջ կես ժամ ազդանշանում եւ ճանապարհ էին պահանջում վարորդներից, որ իրենք երթևեկեն արտահերթ։ Քիչ անց մեքենաները Հերաթու փողոցից Միասնիկյան տանող թունելում են ու չնայած այնտեղ երթևեկերի մեկ գոտի կա, Սիմոնյանի ավտոշարասյունը ըստ ժողովրդի շարունակում է ճանապարհ պահանջել։ Ազդանշանները չեն դադարում նաև թունելից դուրս գալուց հետո, սակայն աչք քաշել հնարավոր չէ, քանի որ հոծկից է։ Ճանապարհային երթևեկության կանոններով նման գործողություն անել չի կարելի։ Երբ արդեն հնարավոր էր, վարորդը աչք է քաշում, իսկ հետևից շարունակ ազդանշան տվող պետական պահպանության ծառայության Toyota-ի վարորդը ճանապարհը շարունակելու փոխարեն ուղիղ վարում է վարորդի մեքենայի վրա, ինչպես ասում են, դիմացը կտրում է մի անզգույշ գործողություն եւ միջադեպը կարող էր ողբերգության վերածվել։ Իսկ անվտանգության աշխատակիցները մեքենայի բոլոր պատուհանից գլուխները հանած գոռգոռում են վարորդի վրա եւ հոխորտում։ Ալեն Սիմոնյանի արձագանքը ճուշացավ առավոտյան հրապարակած տեսանյութով նա ոչ միայն չընդունեց, որ իրեն սպասարկող ավտոշարասյունը վտանգավոր գործողությունների է դիմել, այլև մեղադրանքի սլաքները հենց վարորդի կողմը թեքեց, պնդելով թե նա անկանոն էր վարում ու փորձում սահմանափակել իրեն սպասարկող մեքենաների ընթացքը։ Այն խնդրանքներին, պահանջներին, որը որ օրենքով սահմանված կերպով ամրագրված է, որ ճանապարհ են ուզում, սկսում է չենթարկվել ամեն ձև խոչընդոտելով մեքենաների ընթացքը։ Սիմոնյանը պնդում է, ճանապարհը զիջելու պահանջները շարունակվում են ոչ թե թունելում, այլ դուրս գալուց հետո, սակայն եթե ազգային ժողովի նախագահը մինչ թունել մտնելը տեղի ունեցածը ցույց տվող կադրեր է հրապարակել, որոնք նկարահանվել են իրեն սպասարկող ավտոշարասյունից, պատմության երկրորդ մասի եւ ոչ մի կադր Սիմոնյանը չի ներկայացրել, եւ միջադեպի ըստ էության ամենավտանգավոր արարքը եւ ՊՊՑ մեքենայի վարորդը մեքենայի դիմացը կտրում է, Սիմոնյանի հրապարակած կադրերում չկա։ Երբ արդեն ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում, մեքենաներից մեկը, այդ ՊՊՑ-ի մեքենան գալիս է եւ փակում է այդ մեքենան, որպեսզի ինձ սպասարկող МВР մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը։ Դիմել ենք ներքին գործերի նախարարություն, հետաքրքրվելով, թե ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպը եւ արդյոք ավտոշարասյան վարորդների գործողությունները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները։ Հստակ պատասխան չստացանք։ Առաջարկում են հարցերը պետական պահպանության ծառայությանն ուղղել։ Ալեն Սիմոնյանն ի դեպ այսօր չանդրադարձավ հարցին, թե մեքենաներն ինչու էին այդքան շտապում, երբ ինքը նույնիսկ մեքենայում չի եղել։ Հնարավոր չէր երթևեկել այնպես, ինչպես մյուս վարորդները։ Ազգային ժողովի նախագահը նաեւ ոչ մի բառ չի ասում ժողովրդի մեկ այլ պնդման վերաբերյալ, թե դիմացը կտրելուց հետո աշխատակիցները բղավել են վարորդի վրա։ Փոխարենը Սիմոնյանը տեսանյութի երկրորդ հատվածում փոխում է թեման, ինչն էլ իր հերթին իրավապահների պաշտոնեական լիազորությունների վերաբերյալ հարց է առաջացնում։ Այն քաղաքացին, որը որ սիրով տրամադրել էր այդ տեսանյութը ժողովուրդ օրաթերթին եւ տեսնելով, որ իմ շարասյունն է, այսպես ասած, երկու մեքենայից բաղկացած գալիս, դա ոչ այլ ոք է, քան Թագուհի Թովմասյանի հարազատ եղբայրը Պետրոս Թովմասյան։ Ինչպես է Ալեն Սիմոնյանը մեքենայի համարանիշով իմացել, որ վարորդն ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավոր, այս լրատվամիջոցի հիմնադիր Թագուհի Թովմասյանի եղբայրն է։ Միթե իրավապահ մարմիններն են այդ տեղեկությունը տրամադրել։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը հստակեցնում է, անձնական տվյալները հանրայնացման համար երրորդ անձանց տրամադրել չի կարելի։ Թե խորհրդարանի խոսնակը ճանաչում էր վարորդին ու գիտեր նրա մեքենայի համարանիշը։ Ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են, թե տեղեկությունն իրենք չեն հայտնել։ Ի դեպ, Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը էլի է հայտնվել հրահոսում։ Ամիսներ առաջ տարածված մի տեսանյութում մեքենաները Սարյան փողոցի երկրորդ գծում էին կայանել։ Անցած տարի էլ նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նկատել էր, որ դրանք կանգնած են Մաշտոցի պողոտայի միայն ավտոբուսների համար նախատեսված երթևեկելի գոտում։